Քանի դեռ Հայաստանը Ադրբեջանից տեղ ու ժամ է հարցնում սպասում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամադրության, Ադրբեջանը իր ոճի մեջ է նախապայմաններ վերջնագրեր։ Եթե այնուամենայնիվ այդպես լեզու գտնել չստացվի, ապա Բաքուն կհամաձայնի Երևանի նախապայմանների սահմանադրության փոփոխության եւ Մինսկի խմբի լուծարման հարցերի շուրջ քննարկում սկսել։ Խորհրդարանի իշխանականներն են հարցին պատասխանում։ Վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես։ Մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում, մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ։ Միայն Մինսկի խմբի լուծարումն ու սահմանադրության փոփոխության պահանջները չեն Ադրբեջանի կարևոր նպատակները։ Ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, Ադրբեջանը պարբերաբար նաև այլ պահանջներ է հասունացնում։ Ըստ падգամավորի վտանգավոր են Ադրբեջանից հնչող վերջնագրերը, որոնցով Ադրբեջանն ուղիղ է ասում, երկար չեն պատրաստվում սպասել նախապայմանների կատարմանը։ Սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առողջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Այն, որ Բաքուն բացի պաշտոնապես հրապարակված երկու նախապայմաններից զուգահեռ նաև այլ պահանջներ ունի հայկական կողմից, համոզված է նաև ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ադրբեջանական ախորժակը մեծ է, ցանկությունները շատ պայմանագիր կնքել չի շտապի, քանի դեռ իր բոլոր նպատակների իրագործմանը չի հասել։ Բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Պաշտոնական Երևանը սպասում է, Բաքուն էլ է սպասում։ Մեկը խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուսը դեռ միայն նախապայմանների իրագործմանը։ Տարբեր լեզուներով են խոսում կողմերը։